Պարոն Աբրամյան, 4 ամիս առաջ դուք վարչապետ նշանակվեցիք եւ իմ հարցերի բնագավառը էներգետիկայի մասում է, բայց ձեզ եմ հարցերը ուղղում եւ քաղաքական ուժեր անհատներ ձեր վրա հույսեր էին կապում, որ մինչ այդ արդեն կուտակված հատկապես էներգետիկայի բնագավառում խութերը, խնդիրները, կոռուպցիոն ռիսկերը, կատարած չարաշահումները, խախտումները կբացահայտվեն, բացատրություն կստանան, կշտկվեն։ Այնինչ այդ ընթացքում ձեր վարչապետության ժամանակ դրանք շարունակվեցին եւ ավելի խորացան, մասնավորապես մի քանիսը ուզում եմ նշել եւ կուզեմ ձեր վերաբերմունքը 4 ամսվա արդյունքում ինչ որ բան պիտի արած լինեիք, կխնդրեմ ասեք ինչ եք արել։ Մասնավորապես այդ երևույթներն են։ Գազը թանկացավ, գազի սպառումը քչացավ։ Ձեզ ասեմ, որ 4 միլիոն խորանարդ մետր գազ մի տարվա ընթացքում բնակչությունը սպառումը քչացրել է։ 12,000 բնակարան այս անցյալ տարի գազաֆիկացվել է եւ դա մտել է ինքնարժեքի վրա, դրա գինը ավելացել է։ Այսինքն տեսեք ինչ քաղաքականություն է իրականացվում։ Գազաֆիկացում է, չէ, խնդրելու եմ դուք պատասխանեք, որտեղ սա քաղաքականության խնդիր է։ Գազաֆիկացվում է Հայաստանը, մարդիկ սկսում են ավելի քիչ գազ վառել, գազի գինը դրա արդյունքում նաև ավելանում է։ Այսինքն գազ վառողների վրա բեռը գնալով, տրամաբանությունը սրան է տանելու, ավելանալու է։ Նույնը հոսանքի հետ կապված։ Ես հոսանքի գնի այդ նիստի ժամանակ ասեցի, որ ձեր քաղաքականությունը բերելու է սպառողների քչացման։ Այս տարվա արդեն 6 ամսվա արդյունքներն էլ, անցյալ տարվա արդյունքներն էլ ցույց են տալիս, որ իսկապես գազի գնի թանկացումը եւ գազաֆիկացումը բերում է սպառողների կրճատման։ Դա նշանակում է բեռի ավելացման։ Ձեր քաղաքականությունն էս մասում նույն բանը կատարվում է ուրեմն Նայիրիտի հետ, սպասում ենք ինչ որ բաներ լինի ավելի է խորանում, Նայիրիտի պարտքը փակում ենք մասնավորի փոխարեն պետական ձեռնարկությունների հաշվին, ինչու պիտի ատոմականի հաշվին, որոտանի հաշվին, հիմա բեցերի հաշվին, նույնը Վանաձորի Քիմպրոմի հետ կապված 2 անգամ հանդիպել եմ։ Այս մարդիկ չեն կարողանում պարզ ճշմարտություն գտնեն։ Ո՞վ է այդ հիմնարկի սեփականատերը։ Ումից գնան պահանջեն իրենց ասենք 12 ամսվա աշխատավարձը։ Այս խնդիրները ինչքան կարելի է գլորելով առաջ տանել եւ լուծում չտալ։ Որոտանի էպոպեան ինչով ավարտվելու։ Որոտանի վրա պարտքեր ենք տալիս, Նայիրիտը ստացվում է հարցով փեսին լավություն են կանում։ Եթե մասնավորը չի կատարում իր պարտականությունները, ինչու պետական բյուջեից, ինչու սակագնի ավելացման հաշվին, որովհետև եթե որոտանի պարտքն է ավելանում, եթե ատոմակայանն է Նայիրիտի պարտքը փակում, ապա այդ մարդկանց ծախսերը հետևաբար ինքնարժեքը, հետևաբար քաղաքացու բեռը ավելանում է, ճիշտ է։ Սա պարզ ճշմարտություն է։ Այս քաղաքականությունը ինչքան պետք է շարունակվի։ Եվ վերջնական արդյունքում Երվան Զախարյան, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար։ Շնորհակալություն։ Մեծարգո նախագահ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, պարոն Մանուկյան։ Բարձրացրած հարցերը բավականին ծավալուն են եւ ես չեմ կարծում, որ 3 րոպեի ընթացքում կարող եմ տեղավորվել այդ բոլոր հարցերի պատասխանները տալով։ Կարող եմ նշել հետեւյալը, որ իրոք այս ամիսների ընթացքում բոլոր ձեր նշված հարցերի վերաբերյալ բավականին ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից, ինչպես նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից։ Դա կապված կոռուպցիա ռիսկերի նվազեցման հետ, կապված կորուստների հետ, որոնք բավականին մեր գնահատականներն էլ են, որ բավականին բարձր են, ավելին այս մի քանի ամիսների ընթացքում մշակվել են միջոցառումների ծրագիր, մոտակա 2-3 տարիների ընթացքում ընդհանուր էներգետիկայի բնագավառում կորուստների նվազեցման հետ կապված։ Եվ մոտ ժամանակներս այդ առաջարկությունները եւ այդ միջոցառումները կներկայացվեն ինչպես ձեզ, այնպես էլ հանրությանը։ Համառոտ կարող եմ անդրադառնալ Նայիրիտ գործարանին, Խիմպրոմին, Որոտանին եւ բոլոր այն հարցերին, որոնք բարձրացվեց, ուղղակի մի քանի նախադասության։ Կապված Նայիրիտի հետ ես կարող եմ մեկ բան ասել, որ կառավարության կողմից արվելու է ամեն ինչ,
Նայրիտ գործարանի վերագործարկման համար։ Վերջին հանդիպման ընթացքում աշխատակիցների հետ հայտարարվեց կառավարության կողմից դեմս էներգետիկայի նախարարության, որ մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի մինչև 15։ Ես հավատացնում եմ ձեզ, որ կառավարությունը իր խոստումը կատարի։ Ինչ մնաց Նայրիտի հետագա գործարկման հետ կապված, ապա ձևավորվում են այսօր որոշակի առաջարկությունների փաթեթ եւ նորից մի քանի օրերի ընթացքում, մեկ շաբաթ 10 օրերի ընթացքում հավանաբար այդ փաթեթի մասին մենք առաջարկություններ եւ փաթեթը կներկայացնենք։ Նորից եմ կրկնում, ամեն ինչ արվելու է, որպեսզի Նայրիտ գործարանը վերագործարկվի։ Կապված Խիմպրոմ ձեռնարկության հետ։ Էներգետիկա եւ բնական պաշարների նախարարությունը Խիմպրոմի հետ այնքան է առնչվում այսօր, ինչքան գյուղատնտեսության կամ առողջապահության նախարարությունները։ Խիմպրոմ ձեռնարկությունը 100%-անոց մասնավոր կառույց է, եւ ես մեկ անգամ արդեն այս ամբիոնից նշել եմ, իրենց հարցերը պիտի լուծվի բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով։ Դրա համար կան հատուկ կառույցներ։ Որպես կառավարության անդամ եւ կառավարության անունից կարող եմ ասել, որ Խիմպրոմի աշխատակիցների հարցը հուզում է եւ անհանգստացնում են այո կառավարությանը։ Եվ կառավարությունը Արձագանքի համար Արամ Մանուկյան։ Պարոն Աբրահամյան, ձեր վերաբերմունքը առնվազն հարգալից չէ իմ նկատմամբ։ Ես ձեզ հարց եմ տալիս, ձեր 4 ամսվա էներգետիկայի բնագավառում իրականացված քաղաքականության վերաբերյալ։ Երևան Զախարյանը դա այդ կապ չունի, ինչպես այն ժամանակ Արմեն Մովսյանը կապ չուներ։ Կամ դու քաղաքականություն իրականացնում եք, կամ ձեր եսը այդ բնագավառում իրականացնում եք, կամ չեք իրականացնում։ Այն հարցերը, որի պատասխանները ես ունեմ, այս մարդը չի պատասխանատու։ Ես քաղաքականության մասին եմ ասում եւ ասում եմ 4 ամիս քաղաքական ուժերը մեր առաջիկա հանրավակների հետ կապված այս հարցի պատասխանը շատ կարեւոր է։ Դուք կամ պիտի պատասխանատվություն վերցնեք, ասեք, որ այդ քաղաքականության տերը դուք եք, քաղաքականություն եք իրականացնելու եւ տեղի ունեցել սխալներ, այդ սխալները այլևս չեն լինելու։ Ես լուրջ հարց եմ բարձրացնում եւ ոչ թե ընդհանրապես ով է կառավարությունը իհարկե սովորական բառ են, կառավարությունը ամեն ինչ անելու է, մեր ուշադրության կենտրոնում է։ Այդ պատասխանը չի ինձ պետք։ Ես վարչապետին, որպես կառավարության ղեկավար հարցնում եմ, պարոն Աբրահամյան, 4 ամսվա ընթացքում այս բացահայտված առնվազն 2 հատ քրեական գործի խնդիր կա։ Նայրիտի հետ կապված, Որոտանի հետ կապված այդ գործերը հայտարարել են։ Ձեր վերաբերմունքը կառավարությունը գնում է ընդառաջ այս բնագավառում կատարված քրեական հանցագործությունների ռիսկերի հետ կապված իրականացնելու սեփական քաղաքականությունը։ Սա ձեր պատասխանատվության հարցն է։ Այդքան բան։ Հիմա դուք կարաք չպատասխանեք, դա էլա պատասխան։ Պատասխանեմ, պարոն վարչապետ։ Պարոն, ես կասեմ, պարոն Հարությունյան, ես կպատասխանեմ պարոն Հարությունյան։ Ուրեմն պարոն Մանուկյան, էներգետիկայի նախարարությունը կառավարության կողմից լիազորված կառույց է, որը իրականացնում է կառավարության քաղաքականությունը էներգետիկայի բնագավառում։ Եվ էներգետիկայի նախարարությունը պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել, ինչ կապված է քաղաքականության հետ։ Ես շատ ներողություն, ես չէի ընդհատում, խնդրում եմ լսեք, լավ։ Ուրեմն ես հայտարարեցի այստեղ, որ կան ծրագրեր, միջոցառումներ պատրաստ եւ ընթացքի մեջ։ Ավարտելուն հետ մենք այդ բոլորը կներկայացնենք ձեզ։ Եվ նշեցի նաեւ, որ ձեր բարձրացված հարցերը ընդամենը 3 րոպեում պատասխանել հնարավոր չէ։ Եթե դուք համաձայն եք, ես ձեր բոլոր հարցերին գրավոր կպատասխանեմ, կներկայացնեմ ձեզ։ Բավարարում է ձեզ դա։ Եվ ինչ քաղաքականություն է մշակվում, եւ ինչ մոտեցումներ կան ընդհանրապես էներգետիկայի բնագավառում։ Շատ լավ։